Հրապարակը գրում է. մենք դեռ 2020-ի ապրիլի 21-ին գրել էինք, որ Estate կայքում հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանի հայրենիք կինոթատրոնի մերձակայքում Գարեգին Նժդե 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը։ Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում իրենց ուզած գնով վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի ընտանեկան փոդքասթներից մեկի ժամանակ ասել էր, որ փոդքասթի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որ կարողացել են վաճառել 2024 թվականին եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր։ Աննա Հակոբյանն այս բնակարանը նշել է 2024 թվականի իր եկամուտների հայտարարագրում։ Գնորդի անունը Մարինա Ալբերտ Ռուց, ոչինչ չի ասում լայն հանրության, ավելին ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, Հայաստանի քաղաքացի չէ։ 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 միլիոն 500 հազար դրամով, որը բավականին լավ գին է այդ տարածքի համար։ Սա այն բնակարանն է, որտեղ վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը 2024 թվականի մարտի 8-ին իր նկարների ցուցադրությունն էր կազմակերպել եւ որի պատերի լուսանկարները պտտվում էին սոցցանցում։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը Չուլան անվանեց եկեղեցիները։ Երևան Today-ը անդրադառնալով նույն այս թեմային Աննա Հակոբյանի եկամուտների հայտարարագրին գրել էր. որպես հաշվետու տարվա եկամուտներ Աննա Հակոբյանը Ամերիաբանկ ՓԲ-ից որպես ստացած փոխառություն հայտարարագրել է 44 միլիոն 415 հազար դրամ, Ֆինանսների նախարարությունից որպես այլ եկամուտ 201 հազար 573 դրամ, Մարիաննա Ալբերտ Ռուցից Գույքի օտարում 45 միլիոն 500 հազար դրամ, որպես աշխատանքի վարձատրություն Իմ Քայլի հիմնադրամից 13 միլիոն 259 հազար դրամ, Դարեսկիզբ ընկերությունից որպես աշխատավարձ 2 միլիոն 500 հազար դրամ, ընդհանուր եկամուտը հայտարարատու տարում կազմել է 105 միլիոն 876 հազար 371 դրամ։ Ինչպես տեսնում եք, Աննա Հակոբյանի ֆինանսական վիճակն էլ բարելավվել է իր ամուսնու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ինչպես շատ ու շատ այլ ՔՊԱ-ականների։